Բոլորիդ բարի երեկո, ուրախ եմ տեսնել բոլոր նրանց, ովքեր մտնում են իմ եթերներս եւ ուսումնասիրում են, ուշադիր լսում են, ուզում եմ նշել, որ 3 օր առաջ, համարյա 3 օր առաջ մենք ունեցել ենք ձեզ հետ միասին շատ հետաքրքիր եթեր եւ ոնց ես ձեզ ասեցի, 4 ուղիղ եթեր լինելու պատերազմների մասին. Առաջին եթերը առաջին Ղարաբաղյան պատերազմի մասին մենք արդեն տեսանք, այսօր դա երկրորդ եթերն է, երկրորդ եթերը մենք խոսալու ենք 4 օրվա պատերազմի մասին, երրորդ եթերը լինելու է 44 օրվա պատերազմի մասին եւ չորրորդ եթերը լինելու է 23 ժամյա պատերազմի մասին։ Տեսեք, ուզում եմ նշել, որ այս համարյա 3 օրում իմ առաջի եթերը անգլերեն էջում նայել են ուրեմն 105,000 դիտում հավաքել, ռուսական էջում մոտավորապես 25,000 եւ համարյա 80,000 YouTube-յան ալիքում, արմբլոգում, ուզում եմ նշել, որ ես տեսնում եմ համարյա 1000 կոմենտ YouTube-յան ալիքում, արմբլոգում եւ այն մարդիկ, ովքեր նայում են ինձ YouTube-ով, հեռուստացույցով, ձեր տանն եք նայում եւ այն մարդիկ, ովքեր կոմենտներ են թողել իմ YouTube-յան ալիքում, ուզում եմ ասել, որ բոլոր ձեր կոմենտները ես ուշադիր կարդում եմ, այսօր մոտավորապես 1 ժամուկես ես նայում էի ուշադիր եւ շատ եմ շնորհակալ այդ բարի խոսքերի համար եւ ամեն մի նախադասությունը ինձ ուժ է տալիս, այնպես որ այն կոմենտները, որը դուք թողնում եք, ես շատ շնորհակալ եմ ձեզ այդ կոմենտների համար, նաեւ Facebook-յան ալիքում, Facebook-յան խմբերում եւ նշեմ, որ հայերեն եթերը դա անգլերեն էջումն է, իսկ ռուսերեն եթերը դա ռուսական էջումն է եւ կիսվում եմ խմբերում։ Կիսվեք նաեւ այս եթերով, նորից եմ կրկնում, որ այսօր մենք խոսելու ենք բարի երեկո Նարինե ջան, այսօր մենք խոսելու ենք 4 օրվա պատերազմի մասին։ Շատ կարևոր է այս պատերազմների մասին եթերները ուսումնասիրել, քանի որ ամեն եթերից հետո եւ ամեն նորություն իմանալով մենք փոխվում ենք, մենք ավելի լավ ենք հասկանում ինչ է եղել եւ այսպես ասած իսկական, հա, փաստերը իմանալով մենք ավելի ուժեղ ենք, քանի որ երբ մենք սուտ ենք լսում տարիներով, ոչ թե տարիներով, այլ 35 տարի, հա, իրար հետևից, մենք ապրում ենք ինչ-որ մի հատ սուտ աշխարհում։ Այսօր մենք ապրում ենք մի հատ երկրում, որտեղ 7 տարից չեն ստում, իսկապես։ Եվ մեր վարչապետը ինչի հետ է պայքարում փաստորեն, ստերի հետ, սուտի հետ։ Այո, երբ մենք խոսում ենք ինչ-որ ցավոտ փաստերի մասին, դրանից հետո մեր տրամադրությունը կարող է անգնի, քանի որ մենք հույս ենք պահել, որ ուրիշ ձև է եղել, ավելի լավ է եղել, բայց եկեք լինենք ազնիվ եւ այդ ազնվությունը մեզ մենակ ուժեղացնում է, քանի որ սուտը բոլորի տունն է քանդում, իրականությունում սուտը բոլորի տունն է քանդում։ Բարի երեկո բոլորին, ովքեր մտնում են եւ նորից շնորհակալ եմ դրանց, ովքեր կիսվում են եւ կիսվելու են այս եթերով, ասեմ, որ նախ այն եթերը, որ եղել է 3 օր առաջ, բարի երեկո, համարյա 900 ռեպոստ է հավաքել մենակ այս էջում եւ ես շատ եմ գնահատում այն օգնությունը, որը ստանում եմ ձեր կողմից։ Ուրեմն սկսենք մեր եթերը, 4 օրվա պատերազմի մասին եք խոսում այսօր, նշեմ, որ 4 օրվա պատերազմը, Նատալի тоже добрый вечер, սկսվել է ապրիլի 1-ից 2-ը գիշերը եւ շարունակվել համարյա 4 օր։ Այո, օֆիցիալ ինֆոն, որը մենք ստանում էինք, 4 օրվա պատերազմ, բայց իրականությունում դա ապրիլյան պատերազմն է, քանի որ մինչև ապրիլի 27-ը փաստորեն այդ պատերազմը շարունակվում էր։ Քանի որ շարունակում էր ադրբեջանական բանակը խփել դեպի հայերի վրա, հա, եւ մենք իսկապես ունեցել ենք 100-ից ավել զոհ։ Ոչ թե 74, 75, ոնց գրում են, այլ 100-ից ավել զոհ մենակ ապրիլ ամսում։ Իմիջիայլոց մայիսում էլ էր շարունակվել այդ ձևի դեպքերը։ Հիմա տեսեք, շատ կարևոր է այստեղ նշել, որ 4 օրվա պատերազմը եղել է 2016 թվականին, այսինքն 94 թվականից մինչև 2016 թվականը այս ձևի խոշոր ոչ մի պատերազմ չի եղել Ղարաբաղում։ Եվ
խնդիրը դրանում է, որ երբ ապրիլի 2-ին սկսվել է 4 օրվա պատերազմը, արդեն ապրիլի 4-ին, հա, ռիսկ ա եղել, որ կարող է խփեն նաև Ստեփանակերտ քաղաքին։ Ինչի մասին եմ ես ուզում խոսամ, հա, ինչից ենք մենք սկսում։ 1994 թվականից մինչև 2016 թիվը անցել է 12 տարի։ Ու տեսեք, երբ 2016 թվականին Ադրբեջանը ուզում էր խփել նաև ռումբեր գցել Ստեփանակերտի վրա, այդ դրությամբ այդ ժամանակ 2016 թվականին փաստորեն ոչ մի նկուղ պատրաստ չի եղել, հա, ռուսերեն ասում են բոմբոուբեժիշե, եթե չեմ սխալվում, հայերեն ասում են նկուղներ, подвалы, բոմբոուբեժիշե, հա, մի հատ բոմբոուբեժիշե, այսինքն Ղարաբաղի ղեկավարները չեն սարքել ղարաբաղցիների համար։ Այդ ժամանակ չի եղել ոչ մի Նիկոլ Փաշինյան, ոչ մի Փաշինյանի թիմ, հա, եղել է Քոչարյանը եւ Սերժը Հայաստանում, եւ Ղարաբաղում եղել են Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան եւ այլն։ Մի հատ բոմբոուբեժիշե չի եղել Ղարաբաղում։ Ինչի եմ ես սա պատմում։ Այսինքն այնքան են անտարբեր մարդկանց հանդեպ, այնքան թքած են ունեցել, հա, այդ մարդկանց վրա, որ մի հատ բոմբոուբեժիշե չեն սարքել իրանց ժողովրդի համար։ Սա շատ կարևոր է իմանալ, Պետք է հասկանալ, որ դա չի արվել, քանի որ մարդկանց հանդեպ միշտ անտարբեր են եղել, միշտ։ Եվ թքած ունենային նաև Ղարաբաղի վրա այդ մարդիկ, ովքեր այնտեղ ապրում են, իրանց ղեկավարները, իրանց գեներալները, հա, այսինքն մի հատ Ղարաբաղի գեներալ հարց չի տվել, այս բա որ պատերազմ սկսի, այս տատիկները, այս երեխեքը որտեղ вообще կարան իրանք փախկվեն, որտեղ, Աննա добрый вечер։ Այս փաստը շատ կարևոր է, ուզում եմ դուք ֆիքսեք դա, что ни одного бомбоубежища, ни одного не было։ Ֆիքսեք դա ձեր համար, հիշեք, ու դրանից հա արդեն դուք ձեզ համար կարակ վվդներ անեք։ Շարունակենք։ Երբ ասում էր Ադրբեջանը, որ 20 կիլոմետր տարածք է վերցրել 4 օրվա պատերազմի ժամանակ, դա ճիշտ ինֆո էր։ Մենք միշտ սովորել ենք չէ՞ լսել, որ Ալիևը սուտասան է, իսկ մենք հայերը սուտասան չենք։ Մենք միշտ տենց ենք չէ՞ լսում։ Բայց տեսեք, նույն 2016 թվականին Ալիևը ասեց ճիշտ ինֆո, որ 20 կիլոմետր տարածք ինքը վերցրել է։ Դա եղել է Լելե-Թեփե, հա, այդ բարձրունքը եւ այդ տարածքում, եւ դա եղել է Թալիշի մոտ տարածքները։ 20 կիլոմետր տարածք հայկական կողմը կորցրել է։ Բայց հայկական կողմը կոնկրետ, հա, Սերժ Սարգսյանը ասում էր, որ մենք կորցրել ենք 8 կիլոմետր։ 8 կիլոմետր։ Я тоже вас всех приветствую։ Տեսեք, մենք կորցրել ենք 20 կիլոմետր, բայց մենք ստում ենք մեր ազգին, բոլոր հայությանը, որ մենք կորցրել ենք 8 կիլոմետր։ Դա ասում էր Սերժ Սարգսյանը, հա, եւ դուք երևի հիշում եք, որ ասում էր ընդամենը մենք կորցրել ենք 8 կիլոմետր։ Հաջորդը։ Ուրեմն ոչ թե մենակ Սերժ Սարգսյանն էր ստում, այլ Սերան Օգանյանի տեղակալը ավելի հերոյ է գնացել, այն վաղ պաշտպանության նախարարի տեղակալը եղել է, գիտեք ով։ Ով է եղել պաշտպանության նախարարի տեղակալը 4 օրվա պատերազմի ժամանակ 2016 թվականին։ Добрый вечер, Ռուբեն։ Եղել է այս մարդ։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կիսվում են եթերով, շնորհակալություն ժողովուրդ ջան։ Այս մարդը եղել է պաշտպանության նախարարի տեղակալ եւ այս մարդու անունը Դավիթ Տոնոյան։ Ուրեմն Դավիթ Տոնոյանը ստել է սա հայ ազգին եւ հայտարարություն է տարածել։ Ոչ թե մենք 8 կիլոմետր ենք կորցրել, այլ կոնկրետ այս մարդը ասել է, որ մենք ոչ մի позиция չենք կորցրել, то есть мы не потеряли никаких позиций։ Ինչի համար եմ ես ֆիքսվում այս փաստի վրա, քանի որ այն վաղ 2016 թվականին մենք ունենք արդեն փաստ, որ Դավիթ Տոնոյան անունով մի հատ անձնավորություն ստում է սա հայ ազգին, եւ երբ Ալիևը ասում է մենք վերցրել ենք 20 կիլոմետր, պարոն Տոնոյանը հայտարարություն է տարածում, որ մենք мы не потеряли ни одной боевой позиции։ Ու տեսեք,
իր հայտարարությունից հետո, որպեսզի Ալիևը, որպեսզի խայտարականի եւ Սերժ Սարգսյանին եւ Դավիթ Տոնոյանին, Ալիևը վերցնում է մի խումբ լրագրողներ, նաեւ BBC-ից, ու գնում է լելե թեփեն նկարում։ Հիմա պարոն Տոնոյան, եթե դուք նայեք այս եթերը, ես ում հասկանամ, երբ դուք 2016 թվականին ստում եք սա Հայաստանին, ասում եք մենք ոչ մի բան չենք կորցրել։ Հետո դրանից հետո, երբ դուք տեսել եք, որ ադրբեջանական լրագրողները նկարանումներ են արել լելե թեփե այդ բարձունքի վրա, ինձ հետաքրքիր է Դավիթ Տոնոյանը եւ Սերժ Սարգսյանը ինչ որ ամոթ եղել է իրանց մոտ, թե ոչ։ Այս փաստը եւ այս ձևի փաստեր շատ կա Տոնոյանի մասին, բայց ցավոք սրտի չի արձանգանքի Տոնոյանը, քանի որ ինչ պետք է ասի։ Ստել է, քանի որ իրանք բոլորը ստում էին, այն որ ասում один из всех։ Ուզում եմ հիշեցնել, որ 2016 թվականին ադրբեջանական կողմը առաջի անգամ օգտագործել է անօթաչու, սարքեր։ Եվ օգտագործել է այդ սարքերը, դա շոկ է եղել ընդհանրապես ղարաբաղցիների համար, Ղարաբաղի համար։ Եվ դրանից հետո ոչ մի վվդ, այսինքն այս նույն մարդը ասում էր, որ անօթաչու սարքերը մի հատ զիբիլ պրիմիտիվ բան է եւ մենք պետք է չվախենանք այդ բաներից։ Այսինքն ինքը եղել է պաշտպանության նախարարի տեղակալը եւ ինքը տեսնելով, որ այդ անօթաչու սարքերը ինչ վնաս են տվել հայկական կողմին, ինքը ոչ մի վվդ չի արել, որպես երկրորդ մարդը պաշտպանության նախարարությունում։ Ոչ մի վվդ։ Ախպեր ջան, բա դու Փաշինյանի ժամանակ դարել ես պաշտպանության նախարար։ Դու իմանալով, որ անօթաչու սարքերը ինչ վնաս են տվել Հայաստանին, դու ո՞նց ես հայտարարություն տարածում, որ լավ, դա ինչ զիբիլ է այդ անօթաչու բաները, մենք գիտենք դա ոնց խփենք, ոչնչացնենք։ Ու գիտեք, երբ նախարարը սենց լողվա սենց հայտարարություններ է անում, մենք հետո դրա մասին եթեր եմ անելու, մյուս եթերը 44 օրվա պատերազմի ժամանակ մենք այսքան մարդ կորցրեցինք, քանի որ այս մարդը, ով եղել է 4 օրվա պատերազմի ժամանակ նախարարի տեղակալ, այս մարդը վվդներ չի արել։ Բոլե տավո ինքը մեզ բոլորիս հույսահատել է, որ դա պրիմիտիվ բաներ է։ Սա շատ կարևոր է իմանալ, ժողովուրդ ջան, եւ ես խնդրում եմ, որ դուք ուշադիր լսեք այս եթերը։ Ուրեմն 4 օրվա պատերազմի ժամանակ նշեմ, որ այս մարդը եղել է պաշտպանության նախարարը Սեյրան Օգանյան անունով, հա, եւ ուզում եմ ֆիքսեմ ձեր ուշադրությունը այս մարդու վրա, Յուրի Խաչատուրով, ով եղել է, հա, начальник генерального штаба Министерства обороны, հա։ Հիմա պատկերացրեք։ Հայաստանի Հանրապետության начальник генерального штаба եղել է մի հատ մարդ, ով մի բառ, մի նախադասություն հայերեն չի իմանում։ Դուք պատկերացնում եք։ Ժողովուրդ, ես եթերներում արդեն այս ձևի խոսում եմ 6 տարի, չէ՞։ Եվ դուք 6 տարվա ընթացքում դուք նկատում եք ոնց եմ ես աճում։ Ոնց է ես խոսում հայերեն 6 տարի առաջ եւ ոնց եմ հիմա խոսում։ Չեմ կարող ասել, որ մաքուր գրական ես կարամ խոսամ, կա ակցենտ, այդ վերջավորությունները ես մի քիչ դժվարանում եմ մեկ-մեկ եւ այո, երբ ես երկար նախադասություններ եմ ասում հայերեն, նախադասությունը ասելիս մեկ-մեկ ես այսպես ասած դանդաղ եմ դա անում, քանի որ մտքիս մեջ պետքա թարգմանեմ, հա, եւ կազմեմ նախադասությունը եւ ինչ որ դժվար բառեր կա, ես այդ բառերը, այսպես ասած, փոխում եմ ավելի հեշտ բառերի վրա, որպեսզի մտքերս կարամ ես արտահայտեմ։ Բայց ես աճում եմ, ես աշխատում եմ դրա վրա, ու ես մի հատ հասարակ մարդ։ Իսկ այս մարդը դուք ճիշտ հասկացեք, սա շատ կարևոր ինֆո է։ Այս մարդը այնքան թքած ուներ Հայաստանի վրա, հայի վրա, որ 4 օրվա պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք начальник генерального штаба, որը չի իմանում հայոց լեզուն։ Լուրջ։ Եվ ինչի եմ ես ֆիքսվում այդ փաստի վրա, քանի որ այդ վաղտ եղել է մեր ղեկավարը Քոչարյանը, Սերժը, հա, եւ կներեք,
այս մարդիկ այնքան են ատում Հայաստանը, որ գտնում են, որ դա նորմալ երևույթ է, որ начальник գենշտաբը չի իմանում հայոց լեզուն։ Եվ քանի որ այս մարդը չի իմանում հայոց լեզուն, Յուրի Խաչատուրովը, ապրիլի 2-ին, երբ պատերազմը սկսել է, ինքը եղել է սաունայում, կայֆաբատ էր անում, եւ այս մարդուն ասում են պատերազմը սկսել, ինքը շարունակում է իր կայֆերի մեջ։ Էս ենք մենք։ Հիմա տեսեք, ժողովուրդ ջան, նորից եմ կրկնում, որ ովքեր են եղել պատասխանատու մեր զորքերին, այս մարդը եղել է Ղարաբաղի ղեկավարը, այս մարդը եղել է պաշտպանության նախարարը Հայաստանի, իսկ այս մարդը եղել է Հայաստանի, начальник գենշտաբը։ Հիմա տեսեք, շատ կարևոր ինֆո։ Մենք ձեզ հետ սովոր ենք լսել, որ 4 օրվա պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք իտոգում 100-ից ավել զոհ, բայց դուք չեք իմանում ամենակարևոր գաղտնիքները։ Տեսեք, բոլորի մասին, ով զոհվել է, թե Գյումրիի տղերքը, օրինակ Գյումրիում այդ 4 օրերին զոհվել է 7 տղա։ Ես բոլորի տները մտել եմ, օգնություն եմ տարել, 7 զոհ ենք ունեցել ապրիլյան այդ 4 օրվա պատերազմի ժամանակ։ Ղափանում, նաև եղել է տղերք զոհեր։ Բոլորին ասել են, որ մարտերի ժամանակ են այս տղերքը զոհվել։ Բայց մենք պետք է բոլորին պատմենք, որ 4 օրվա պատերազմի ժամանակ ուրեմն սկզբից Ադրբեջանը խփել է առաջի անգամ օգտագործել է ամենաթանկանոց զենքերը, դա եղել է, հիմա ասեմ, ТОС-1, Санцепёк и Смерч. Русերեն եմ ասում, эти установки очень дорогие, շատ թանկանոց զենք է, Ռուսաստանի զենքն է, Ռուսաստանն է տվել, это были установки Смерч, ТОС-1 и Санцепёк. Կներեք։ Ներողություն եմ խնդրում։ Ուրեմն, մինչ հիմա մենք իմանում ենք, որ այդ 100-ից ավել տղերքը զոհվել են, քանի որ մարտեր են տարել, բայց իրականությունը այն է, որ այդ զենքերը, որ Ադրբեջանը, գումար է տվել Ռուսաստանից վերցրել է, այդ զենքերը ինչով է վատ, որ երբ ադրբեջանցիք խփել են, սկզբից տենց է պատերազմը սկսել, սկզբից խփել են մեր պոստերի վրա, ռումբեր են գցել եւ այդ զոհված տղաների մի մասը զոհվել են դրանից, որ վարվել է իրանց մարմինը, այսինքն ոչ թե մարտեր են տարել բոլորը, այլ մի մասը նենց է վարվել մարմինը, որ ինքը զոհվել է, բայց մի մասը բերել են հիվանդանոց։ Եվ 2016 թվականին Ղարաբաղի հիվանդանոցներում չի եղել դեղ, լսեք ուշադիր, այսինքն 94 թվականին պատերազմը, առաջի պատերազմը վերջացել է, ու անցել է 12 տարի, մինչև 2016 թիվը, այնքան են այս մարդիկ ատում մեր զինվորներին, այնքան են ատում հայ երեխեքին, այնքան թքած ունենային իրանք Հայաստանի վրա եւ մեր զինվորների վրա, որ 12 տարում չեն արել այն դեղերը, որով մենք կարողանայինք փրկեինք այդ տղերքին, այսինքն մի մասը տղերքին, ովքեր զոհվել են 4 օրվա պատերազմի ժամանակ, ես սա հայտարարում եմ բոլորիդ համար, մի մասը մենք կկարողանայինք փրկեինք եւ հենց հիմա կլինեին իրանք ողջ, առողջ, բայց իրանք հիվանդանոցում պարկած, պատկերացրեք, որ Ստեփանակերտի военный госпиталում истерիկա է սկսել, այսինքն տղերքին 4 օրվա պատերազմի ժամանակ բերել են հիվանդանոց, սաղ մարմինը վարված, այդ տղերքը գորգորում էին ցավից, ոչ մի բան չէր օգնում, քանի որ հասարակ ցավազրկողը չէր օգնում։ Կոնկրետ տեսեք, երբ մենք այրվածք եք ստանում, չէ, Սևակ ջան, 94 թիվից, երբ վերջացել է առաջի պատերազմը, մինչև 2016 թիվը, 22 տարի, ներողություն,
22 տարի, խե իմ ասում 12, 22 տարի, Սևակ ջան, դուք ճիշտ եք, 22 տարում Ղարաբաղցիները չեն առել դեղորայք, հա, այն դեղորայքը, որը պետքա այդ դեպքում, երբ այս ձևի այրված կա ստանում զինվորը, այսինքն երբ մենք այրվածք եք ստանում դրանից, որ ինչ որ ջուր եք, հա, չայնիկի մեջ պատրաստում եւ ընկնում է մեր մարմնի վրա, այդ ձևի դեղերը եղել Ղարաբաղում, այսինքն ղարաբաղցիները պահում էին այն դեղերը այրվածքներից, որը մենք ստանում ենք, երբ այսպես ասած, հա, ջուր եք մեզ վրա լցնում, կամ էլ չգիտեմ, եթե խորոված անես դու, հա, կամ քեզ վրա բան, սալյար կանգնի, այս ձևի, բայց այդ դեպքում իմանալով այս երեք մարդը իմանում էին, որ Ադրբեջանը, դա լսեք ուշադիր, այս երեք մարդը իմանում են, որ Ադրբեջանը առել է այդ զենքերը, Սանցեպյոկ, Սմերջ, Իտոս 1, եւ այս մարդիկ ստացել են ինֆորմացիա ռազմետկայից, որ Ադրբեջանը պահում է այդ զենքերը պոստերի մոտ։ Եվ այնքան են ատում այս մարդիկ, ատում մեր զինվորներին, որ իմանալով, որ Ադրբեջանը առել է այդ զենքերը եւ օգտագործելու է այդ զենքերը մեր հանդեպ, դու ինչքան ես պատոշ, որ դու չես առնում այդ դեղը եւ այդ տղերքը, ես ուզում եմ իմանան ցավոք սրտի մեր ծնողները, ովքեր կորցրել են իրանց տղաներին 4 օրվա պատերազմի ժամանակ, որ զինվորների մի մասը մենք կարող ենք փրկեինք, բայց իրանք հիվանդանոցում լացում էին, գորգորում էին ու ցավից մեռել են այդ կրավաթի վրա։ Այդ այն ինֆոնա, որը գաղտնի է պահում Ղարաբաղյան կլանը, այդ այն ինֆոնա, որը չեն պատմում այս մարդիկ, չեն պատմում։ Բայց դա իրականություն է։ Եվ մեր հետևորդը, մեր բնակիչը պետք է դա իմանա։ Ես դա լսել եմ, ես շոկի մեջ եմ եղել։ Շոկի մեջ։ Հա, շարունակենք։ Ուրեմն 4 օրվա պատերազմից հետո մեր հետևորդները պետք է իմանան, ինչքան մարդիկ դուրս են եկել Ղարաբաղից եւ այլևս չեն վերադարձել։ Ուրեմն ուշադիր լսեք։ Երբ պատերազմը վերջացել է, դրանից հետո 1 տարվա ընթացքում 40,000 հայ Ղարաբաղից դուրս է եկել, վերադարձել են 19,000, 21,000 էլ չեն վերադարձել։ Սա շատ կարևոր ինֆո է։ Ընդհանրապես 94 թվականից մինչև Փաշինյանը գալը, այսինքն 94 թվականից մինչև 2018 թիվը Ղարաբաղից դուրս է եկել եւ գնացել Սփյուռք Հայաստան 90,000 հայ։ Մենակ 4 օրվա պատերազմից հետո դուրս է եկել 40,000, 19 այո վերադարձել են, 21 էլ չեն վերադարձել։ Ականչացինը տեղափոխվել են Ռուսաստան, Հայաստան, ինչի, քանի որ բոլորը հասկացան, Ղարաբաղցիները հասկացան, որ այն ամեն ինչ ասում են Ղարաբաղի ղեկավարները եւ Հայաստանի ղեկավարները, որ պատերազմ չի լինելու, դա սուտ դուրս եկավ։ Եվ ինքը Ղարաբաղցին իր ամուսինը իմանալով ինչա կատարվում դա, ինքը արդեն պատմեց, որ մեր բանակը շատ վատ վիճակում է։ Ուզում եմ հիշեցնեմ, հարգելի բարեկամներ, հա, ուզում եմ հիշեցնել, որ պատերազմի ժամանակ հայկական լրագրողները Երևանից եկել են Ղարաբաղ եւ տեսան, որ մեր զինվորը ում ցույց են տալիս, այսինքն մինչև 2016 թվականը հայկական հեռուստատեսությունը ցույց է տալիս, որ ինչ վիճակում, բոմբա վիճակում է մեր զինվորը եւ դա սուտ էր։ Եվ լրագրողները երբ եկան պոստեր եւ տեսան ինչ է կատարվում Ղարաբաղում, զինվորները ճղած բացինկոցով, դուք պատկերացնում եք, բացինկեքը հին զինվորը, որը պատերազմա ապրիլի 2-ից մինչև 6-ը տանում, բացինկեքը ճղած, ծակած բացինկոցով, շորերը այնքան հին շորեր է եղել, որ գույն չի եղել։ Եթե դուք տեսնեք մեր զինվորների վիճակը, դուք երևի կվախենայիք, կլացեիք։ Եվ առաջի անգամ հայ լրագրողը տեսավ ինչ վատ վիճակում է բանակի վիճակը եւ ընդհանրապես զինվորները ահրելի անտանելի վիճակում, ոչ հաց կա, ոչ բացինկա կա, ոչ շորեր կա։ Եվ առաջի անգամ իմացան բոլորը, որ Ղարաբաղի բանակը կերասինի տեղը ջուր է լցած։ Եվ կոնկրետ Հադրութի շրջանում տանկը կայնել է, քանի որ իր բակում ջուր է եղել խառնած սալարկի հետ։
տանկը կայնել է եւ ադրբեջանցին սենց պրամոյ նավոտկով խփել է տանկը ու ջարդել։ Բոչկաների մեջ ջուր, կերասինի տեղը ջուր, քանի որ Ղարաբաղցիք գողացել են այդ վարելիքը, վաճառել ու բոչկի մեջ ջուր լցել աչոտի համար։ Եվ մեր հետևորդները պետք է դա իմանան։ Մենք սենց ենք տարել այդ պատերազմը։ Ջուր լցած, գողացած եւ չի եղել ոչ մի Փաշինյան։ Եղել է Քոչարյանը, Սերժը, Բակոն եւ բոլոր այդ սփյուռքահայերը, Տաշիր, Ռուբեն Վարդանյան։ Շարունակենք։ Ուրեմն 2016 թվականին, երբ Ադրբեջանը հարձակվել է Ղարաբաղի վրա, դա եղել է զգուշացում, դա չի եղել, հա, ասենց պատերազմ, որ եկել է, չգիտեմ, փրթի ղարաբաղցիներին։ Դա զգուշացում է եղել, քանի որ Ադրբեջանը ասեց, որ մենք, եթե դուք չվերադարձնեք այդ տարածքները Ղարաբաղի շուրջ, եւ եթե դուք չնստեք սեղանին, մենք վերցնելու ենք այդ հողերը, հա։ Եվ դա եղել է զգուշացում։ Եվ Սերժը խոսք է տվել, որ վերադարձնելու է սկզբից 5 շրջանը, հետո 2-ը եւ այլն, եւ ստում էր։ Սերժը դրա համար, որպեսզի իր խոսքը չկատարի, արել է այն, ինչ արել է այդ PPS-ի պատմությունը, հա, երբ այդ բատալյոնը մտել է բան այդ շենքի մեջ, որի փր չգիտեմ ինչ անում եւ այլն։ Дальше говорим, что очень важно, ինչն է շատ կարեւոր։ Ուրեմն Սերժ Սարգսյանը գործից հանում է մի հատ մարդ, սա շատ կարևոր է իմանան մեր հետևորդները, որպեսզի ցույց տա Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որ ինքը բարկացած է, որպեսզի Սերժը ռուսերեն ասում են կозёл отпущения, հա, ինքը կозёл отпущения գտել եւ այո դեցել կար մի հատ մարդ, ով պատասխանատու էր այդ ընդհանրապես վիճակին, որը կար բանակի մեջ, կոնկրետ այդ շորերի հարցը եւ այլն, դա եղել է Արշակ Կարապետյանը։ Սերժը այս մարդուն հանել է գործից, քանի որ այս մարդն է մեղավոր եղել, որ մեր զինվորները եղել են սոված, ճղած շորերում եւ այլն։ Տեսեք, ինչն է ինձ համար զարմանալի, չէ՞։ Բայց Սերժի ժամանակ այս մարդուն հանել են շպրտել գործից։ Մենք ոնց եք թողնում այս մարդը մնա բանակում եւ հալամ դրանից հետո մենք նշանակում ենք այս մարդուն պաշտպանության նախարար։ Ոնց կարող է այդպես բան լինի։ Ես հիշեցնում եմ մեր հետևորդներին, որ 2016 թվականին Արշակ Կարապետյանին հանում են գործից դրա համար, որ ինքը ահագին սխալներ է արել եւ հանցագործություններ, հա, այսպես ասած։ Եվ դրանից հետո իմանալով, որ այս մարդը այս քաքերի մեջ թաթախված է, ով է խորհուրդ տվել մեր վարչապետին, որ այս ձևի մարդը լինի պաշտպանության նախարար։ Եվ մենք հիմա տենում ենք, չէ, որ սա ինչ դավաճան է։ Մարդիկ պետք է իմանան, երևի մոռացել եք դուք, բայց հիշեք, ումին է հանել Սերժը, Ստրան։ Հանել է 3 հոգի, բայց այդ 3 հոգուց մեկը սա է եղել, ժողովուրդ ջան։ Գիտեք, ես ուզում եմ ուղղակի նշել մեր հետևորդների համար, որ ամեն ինչ պետք է հա վվդներ անել, ոչ թե օթից բաներ հորինել եւ անել։ Հիմա ես ինչ եմ ուզում ասեմ, հա, այդ պատերազմի ժամանակ, 4 օրվա պատերազմի ժամանակ եղել են տղերք, ովքեր նենց բաներ են արել, որ մինչ հիմա իրանց անունը, հա, կա մեր սրտում եւ լինելու է 100, 200, 300 տարի։ Այո, մենք նշում ենք մեկ հոգու մասին, Ռոբերտ Աբաջյանի մասին, բայց Ռոբերտ Աբաջյանի նման համարյա, ճիշտ ասած, մենք ունենք այդ զրույցը Ռոբերտ Աբաջյանը, որտեղ Ռացիոյով ասում է, սենց նենց ադրբեջանցիներին եւ իրան տրաքացնում։ Բայց նույն ձևի հերոսի նման զոհվել են այդ 4 օրվա պատերազմի ժամանակ Շիրակի մարզի տղերքը։ Շիրակի մարզից գյուղերից մենք տղերք եք ունեցել, նույն ձևի Ռոբերտ Աբաջյանի նման հերոսների նման գնացին, հերոսների նման։ Հիմա տեսեք Ռոբերտ Աբաջյանը, մեր հերոսը, մենք խոնարհվում ենք։ Կուզեի մենք շատ կարևոր բաներ ասենք Ռոբերտ Աբաջյանի մասին եւ ուշադիր լսեք ինչ եմ հիմա ասելու։ Գիտեք, նոր արձան է բացվել դպրոցում, այն դպրոցում, որտեղ ինքը սովորել է Ռոբերտ Աբաջյանը։ Եվ ես ուշադիր նայում էի իր ծնողների վրա։
Եվ ես հիացած եմ եղել տեսնելով, որ իր հայրը, Ռոբերտ Աբաջյանի հայրը, ինչքան համեստ, ինչքան կուլտուրական մարդ է։ Գիտեք, Ռոբերտ Աբաջյանի ընտանիքը, ծնողները եւ օրինակ Շիրակի մարզի այդ հերոսների ծնողները ամենամեծ իրավունքը իրանք ունեն Հայաստանում ինչ որ բաներ պահանջեն եւ մենք հասկանում ենք, չէ՞, եթե Ռոբերտ Աբաջյանի ծնողները ինչ էլ ուզեն, մենք կտանք, քանի որ ինքը իրանք արժանի են, բայց այս մարդու հայրը այսքան համեստ, այսքան կուլտուրական, արձանի մոտ կայնած։ Չգիտեմ, դուք նայել եք այդ սյուժեն արձանը երբ բացել են։ Դուք նկատել եք այս հերոսի հայրը ինչքան համեստ է։ Ոչ մի կեղտոտ գործողությունների մեջ չի մասնակցում։ Եվ գիտեք, ես նայում եմ ոնց ուրիշ ծնողները, օրինակ 44 օրվա պատերազմ ինչ որ դաշնակներ, գնում են դատախազության մոտ կայնում, ստեղ կայնում, դեղ կայնում, ներողություն, էլի մենք հասկանում ենք ինչի համար են կայնում, բայց իսկական հերոսի հայրը լինում է այս ձևի, Ռոբերտ Աբաջյանի ծնողների նման, համեստ, կուլտուրական եւ կյանքում իրանց թույլ չեն տալիս հերոսի հայրը, մայրը թույլ չեն տալիս, որ ինչ որ մեկը իրանց խառնի ինչ որ պոլիտիկայի մեջ։ Եվ ինչ եմ ուզում ասեմ, տեսեք, այդ ոնց է ստացվում, որ Ռոբերտ Աբաջյանը, ով եկել է Երևանից, ինքը իր կյանքը տալիս է Ղարաբաղի համար, բայց ոչ մի Ղարաբաղցու հրամանատարի տղա իրան չի տրաքացրել։ Բա դուք ինչ դաստիարակություն եք տվել Ղարաբաղի գեներալներ, Ղարաբաղի ղեկավարներ, որ ձեր տղերքը չեն ուզեցել իրանց տրաքացնեն, չէ՞։ Մեկի մազը իր գլխից չի ընկել, բայց այս տղան Երևանից եկավ, իրան տրաքացրեց։ Բա ոնց է ստացվում, որ երևանցի տղան ավելի շատ է սիրում Ղարաբաղը, քան թե մեր Ղարաբաղի գեներալները, մեր Ղարաբաղի գեներալների տղերքը, ոնց է ստացվում։ Բա խիչ ես քեզ տրաքացրել Սամվել Բաբայան, օրինակ, լավ, այս մարդուն ասենք, Սեյրան Օգանյան, քո տղերքը, խիչ են իրանց տրաքացրել, մի հատ հարցնենք էլի, կամ էլ Բակո Սահակյան, քո տղատ, ինչով է լավ Ռոբերտ Աբաջյանից, քո բարեկամներդ, Բակո Սահակյան։ Եվ մենք պետք է հարց տանք, Ղարաբաղի ղեկավարների եւ գեներալների տղերք, Արկադի Գուկասյան, քո տղատ, ինչով է ավելի լավ, քան թե Ռոբերտ Աբաջյանը։ Կամ էլ Ռոբերտ Քոչարյան, քո տղերքը, Սեդրակը եւ Լևոնը, մեկ վարկյան կրվել են իրանց Ղարաբաղի համար, եւ չեմ ասում իրանց տրաքացնել։ Եկեք այդ հարցերը տակ, կամ էլ Արտուր Ագաբեկյան, քո ընտանիքը, քո պլեմյանիկները, ով է իրան տրաքացրել։ Կամ էլ սրա պլեմյանիկները, Սաշիկի տղերքը, Հայկը, Նարեկը, իրանց տրաքացրել են Ղարաբաղի համար։ Ժաննա Գալստյան, դու Ղարաբաղի հերոս ես։ Այս ոնց է ստացվում, որ այս տղան իր կյանքը տվել է, տրաքացրել է։ Իսկ դու, Ժաննա ջան, դու գնացել ես, դու ասում են Ղարաբաղի հերոսի կոչում է ստացել ես կինը։ Տիկին, բա դու հերոս ես, քիչ ես գնացել Լելեթեփեն հերթ վերցրել։ Գնայր Լելեթեփեն վերցներ հետ, քիչ ես վերցրել։ Հերոս ես, չէ՞ դու։ Մովսես Ակոպյան, քո տղատ կրվել է Թալիշում, Մադաղիսում, տրաքացրել է իրան քո տղատ, Մովսես Ակոպյան, այսօր 11 միլիոն դոլար դու ունես եւ դատարանը քեզ օգնում է, որ մի կոպեկ քեզնից չեն վերցրել։ Սրա տղերքը, սրա տղան աշխատում էր Ղարաբաղի ԱԱՑ-ում, բայց Սամվել Օգանովսկի քիչի քո տղատ իրան տրաքացրել։ Ինչա, Ռոբերտ Աբաջյանից ինքը լավ տղա է, հա, Օգանովսկի։ Քո տղատ ավելի լավ է Ռոբերտ Աբաջյանից։ Կամ էլ սա, պարոն Բալասանյան, քո տղուտ անունը ոնց է, հա, Էրտուշա։ Պարոն Բալասանյան, այդ ճիշտ է, որ դու եւ քո տղատ 44 օրվա պատերազմից հետո, չէ 23 ժամանոց պատերազմից հետո,
Բալգարկով ասկերանում բանկամատը կտրել եք փողերը հանել։ Եվ գիտես ինչ Վիտալի Բալասանյան, դու տղա չես դաստիարակել, որ ինքը Ռոբերտ Աբաջյանի նման իր կյանքը տա Ղարաբաղի համար։ Լեզուտ 5 կիլոմետր է Վիտալի Բալասանյան, բայց քո տղատ ինչ է արել Ղարաբաղի համար։ Ինչ է արել Վիտալի Բալասանյան։ Կայնած երաբլուրում դու հայտարարություններ ես տարածում, լուրջ։ Ամել պարոն Սամվել Բաբայան։ Իսկ դուք ձեր բարեկամները, կամ էլ դուք կոնկրետ, դուք ինչ եք արել 4 օրվա պատերազմի ժամանակ Ղարաբաղի համար։ Եվ ամենակարևորը, բա դուք հարց չեք տալիս, Թալիշում, որտեղ այդքան մենք զոհ ենք ունեցել։ Այդ ո՞նց է եղել, որ այդ Քարյամի գլուխն են կտրել, Ռոբերտ Աբաջյանն է իրան տրաքացրել, վարվել են Ղափանից Գյումրիից տղերք, բա Թալիշում մի հատ Ղարաբաղցի տղա չի եղել։ Ոչ։ Այսինքն ամենավատ տեղերը Թալիշ, Մադաղիս, Եղնիկներ, Քյոխի մոտ, ամենավատ տեղերը տանում են ամենահասարակ տեղերքին։ Մի հատ Ղարաբաղցու գեներալ է տղա, մի հատ պաշտոնյա է տղա, մի հատ Ղարաբաղցի բժիշկի տղա, չկա։ Այսինքն այդ 100 քանի զոհը, բացի այդ հադրութի տղերքից մի քանի հոգևոր այդ տանկիստները զոհվել են, այդ Թալիշում բոլորը եղել են Հայաստանից հասարակ ընտանիքներից, Շիրակի մարզից, Երևանից, լուրջ։ Այսինքն Ռոման Բաղդասարյանը ճիշտ է ասում, հա, որ դուք ամենավատ տեղերը ուղարկում եք հասարակ տղաներին, Ռոման Բաղդասարյանը ճիշտ է ասում, որ ձեզ համար հասարակ տղերքը, հասարակ ընտանիքներից ռասխոդնե մատերիալ են, ես եմ ճիշտ ասում։ Եվ այս բոլոր գեներալները, հա, սա կյանքը լինելու են խայտառակ վիճակում։ Եվ երբ ես ասում եմ ժողովուրդ ջան, Ղարաբաղի գեներալները հերոսներ չեն, ես ասում եմ, որ մեզ ունեք 1000 անգամ ավելի շատ հերոս, բայց մենք հերոսների մասին իմանում ենք, իսկական հերոսի մասին, երբ դեպք կա լինում, երբ այդ մարդը ցույց է տալիս, որ ինքը հերոս է։ Այդ մարդին մենք չենք լսել, մենք չենք իմացել մինչև 4 օրվա պատերազմը, մենք չենք իմացել, որ կա մի հատ մենք իմացել ենք, որ կա հասարակ տղա Երևանի դպրոցում եւ այդ տղան գնացել է ծառայի, չէ։ Եվ իսկական հերոսը, գիտեք, սրան նման լեզվին չի տալիս։ Իսկական հերոսը մենք չենք իմանում, հա, եւ իմանում ենք, երբ ինքը ինչ որ հերոսություն անում։ Եվ մեր բանակում, մեր մեջ 1000 անգամ ավելի շատ կան հերոսներ, բայց դրանք այն մարդիկ չեն, ում մենք տենում ենք էկրաններին, Բալասանյան, Սամվել Բաբայան, Քոչարյան, Սերժ, ոչ, դրանք սա անասուններ են եւ թալանչիններ։ Ես խոնարհվում եմ բոլոր հերոսների առջև եւ ասեմ, որ մենք 4 օրվա պատերազմի ժամանակ շատ ենք խոսում Ռոբերտ Աբաջյանի մասին եւ ինքը արժանի է, բայց Ռոբերտ Աբաջյանի նման եղել են հերոսներ Շիրակի մարզից եւ ես ուզում եմ Շիրակի մարզի բնակիչներին ասեմ, որ մենք դա գիտենք եւ մի անգամ ես նկարները կդնեմ անպայման, որ բոլորը տեսնեն։ Շնորհակալ եմ այսօրվա եթերը, որ նայում եք, կիսվեք այս եթերով, կրկնում եմ, որ ռուսերեն եթերի հիմա ես անելու եմ ռուսերեն էջում եւ մինչ նոր հանդիպում։